ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս բանի այդ հարցի շուրջ։ Ոչ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով բանը։ Ես չեմ կարծում, որ Պարոն նախագահ, իսկ հանդիպում որ ՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ անելու։ Տուփիկ դա փակողը արժե կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունների։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի ըմբիշմենտ։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո որևէ ձևով չունեք կոմպրոմատ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Անձնական դաշտի երևի, հա, գործընկերությունը։ Որտեղ իրեն մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականների, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ ձեր պահոցում միայն ձայնագրությունն է։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թե ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։